President Trump, welcome back to Meet the Press. Thank you very much. Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը NBC-ի ուղիղ-եթերում պատմել է իր կառավարման 100 օրերի մասին, խոսել ապագա պլաններից։ Խոստովանել է Թրամփը, իր համար այս պահին ամենադժվար հարցը ուկրաինական պատերազմը կանգնեցնելն է։ Մարդկային ահռելի կորուստներ ունեցող հակամարտող կողմերը դեռ որևէ հստակ քայլ չեն անում հրադադարի համար։ Միացյալ Նահանգների նախագահի տվյալով ամեն շաբաթ 5000 զինվոր է կորցնում յուրաքանչյուր կողմը։ Դեռ համբերում է Թրամփը, բայց ինքն էլ չգիտի, թե որքան կկարողանա հանդուրժել հրադադարի իր առաջարկները մերժողներին։ Լինում են պահեր, որ մտածում եմ երկու կողմին ասել՝ մնացեք հիմար ու շարունակեք կռվել։ Բայց անմիջապես դրական բաներ են տեղի ունենում ու որոշում եմ դեռ առաջ ընթանալ բանակցություններում։ Հաճախ է Թրամփը հեռախոսով զրուցում Ռուսաստանի առաջնորդի հետ, բայց ոչ իր նախաձեռնությամբ։ Եվրամիության առաջնորդներն են խնդրում Թրամփին զանգել Պուտինին պատերազմը կանգնեցնելու փորձեր անել։ Գիտեք, Եվրամիության ղեկավարներն ինձ այնքան են խնդրել, որ զանգահարեմ Պուտինին, քանզի Պուտինը չի պատասխանի նրանց զանգերին։ Ուկրաինայի հարցերը խաղաղ ճանապարհով լուծել ցանկացող Թրամփին Գրենլանդիային տիրանալու մտադրությունների մասին են հարցնում։ Պատրաստվում է ԱՄՆ ղեկավարը զենք բարձրացնել հսկայական կղզին իրենով անելու համար, ոչ հերքել, ոչ հաստատել է Թրամփը։ Ես չեմ ասում, որ պատրաստվում եմ ռազմական ուժի դիմել Գրենլանդիան գրավելու համար, բայց ոչինչ չեմ էլ բացառում։ Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է միջազգային անվտանգությունն ապահովելու համար։ Սպիտակ տուն ոտք դրած օրից Թրամփը բարձրացրել է Գրենլանդիայի հարցը, պարբերաբար սպառնալով, որ նվաճելու է կղզին, եթե նույնիսկ ստիպված լինի դրա համար ռազմական ուժ կիրառել։ Աշխարհին պետք է, որ Գրենլանդիան մերը լինի, 2 ամիս առաջ հայտարարել էր Թրամփը։ Բայց այ Կանադայի դեպքում հաստատ ռազմական ուժի չի դիմելու Թրամփը։ Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Բայց մյուս կողմից էլ համոզում է, թե Կանադան Միացյալ Նահանգներին միանալու դեպքում արժեքավոր նահանգ կդառնա։ Երբ ես նայում եմ քարտեզին ու տեսնում այն գիծը, որը կանոնով գծել են շատ տարիներ առաջ, այն ինձ շատ արհեստական է թվում։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշալի երկիր կարող է դառնալ Կանադան։ Հարցազրույցից դուր Թրամփը շարունակել է սկանդալային հայտարարությունները։ Իր հրամանով բացվելու է աշխարհի ամենավտանգավոր հանցագործների համար գործող բանտը՝ Ալկատրասը։ Թրամփի կարծիքով սերիական մարդասպանների տեղն այնտեղ է։ Մենք այլևս չենք հանդուրժի այս սերիական հանցագործներին, որոնք չարիք, արյունահեղություն և քաոս են առաջացնում մեր փողոցներում։ Բանտը փակվել էր 1963 թվականին ու այդ ժամանակից գործում է որպես թանգարան։ Ալկատրասը իսկական դժոխք էր այնտեղ հայտնված բանտարկյալների համար։ Բանտում կարգուկանոնը խախտողներին ստիպում էին ծանր աշխատանքներ կատարել, սահմանափակ քանակով էին տալիս նրանց հաց ու ջուր։ Աշխարհը իր երկրորդ գալուստով ցնցած ԱՄՆ 47-րդ նախագահը մտադիր է 8 տարի անց այլևս չառաջադրվել նախագահի պաշտոնում։ Դրա խոսքով իր կողմնակիցները պարբերաբար հորդորում են իրեն առաջադրվել երրորդ ժամկետի համար, սակայն ինքը որոշել է հեռանալ նախագահի պաշտոնից ընդմիշտ։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։